Մեկ կարևոր փոփոխություն, որը վերաբերում է հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոլորտին, որը կրկին քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն է միտված եւ պետք է նշեմ, որ այս հարցին մեր ուշադրությունը հրավիրել են հենց քաղաքացիները նախարարի հետ հարց ու պատասխան ձևաչափի ընթացքում։ Այսօր մենք ունենք միակ բնակարանի, պարտավորին պատկանող միակ բնակարանի օտարման մինիմալ գին, որը նախկինում 4.900.000 դրամներ, փոխհատուցման արժեքի մասին է խոսքը, մենք դա բարձրացրինք 7.800.000 դրամի հասցրինք, այսինքն հիմա չի օտարվելու միակ բնակարանը պարտավորին պատկանում, եթե դրա արժեքը նվազել 7.800.000 դրամից, իսկ եթե նվազ չէ, ապա պարտավորին տրամադրվելու է 7.800.000, ես միլիարդ եմ նշել, 7.800.000 դրամի փոխհատուցում, որպեսզի շփոթ չառաջանա։ Մենք նաև զարգացրել ենք վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմները, սա ևս մեկ գործիք է դատարանների ծանրաբեռնվածությունը թոթափելու, մեր երկրում գործում են արբիտրաժի եւ հաշտարարության ինստիտուտները, գործում է նաև արբիտրաժի եւ հաշտարարության հայաստանյան կենտրոնը, ձեզ չծանրաբեռնելու համար թվական տվյալներ չեմ նշի, բայց կնշեմ, որ դրանք կայացման ճանապարհին են այս ինստիտուտները եւ որքան կայանան, այնքան դատարանների ծանրաբեռնվածությունը կթոթափվի։ Մեկ լավ լուր ևս ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում նախորդ տարի մենք ունեցել ենք 100% կատարողական ցուցանիշ, ինչի արդյունքում մեր պետությանն է փոխանցվել 5.5 միլիոն եվրո։ Ես իհարկե շատ երկար կարող եմ խոսել, երկու բառով ասեմ քրեակատարական ծառայության հետ կապված աշխատանքի մասին, մենք շարունակում ենք բարելավել պատժի կրման պայմանները եւ անազատության մեջ ապահովող անձանց գտնվելու վայրերի կենսապայմանները, այսպես ասեմ, մենք շատ լայնածավալ վերանորոգման շինարարական աշխատանքներ ենք իրականացրել բոլոր քրեակատարական հիմնարկներում եւ այդ աշխատանքները շարունակվելու են հաջորդ տարվա ընթացքում եւ մեկ շատ կարեւոր լուր, որի մասին ուզում եմ խոսել, իհարկե դա նորություն չէ, բայց մեզ վերջապես հաջողվեց փակել դատապարտյալների հիվանդանոց քրեակատարական հիմնարկը։ Այսինքն մեր երկրում այլևս այդ հիմնարկը չի գործում, փոխարենը Արմավիր քրեակատարական կենտրոնում գործում է բժշկական հագեցած նոր սարքավորումներով ստացիոնար ստորաբաժանում եւ այս բարեփոխումը մենք իրականացրել ենք առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ, որպեսզի ունակ լինենք մատուցել այդ անձանց բժշկական պատշաճ սպասարկում։